Երևանի կանաչ սրտում ֆիզգորոդոկում այս օրերին հողից կյանք է ծնվում։ Մայրաքաղաքի հերթական լայնածավալ ծառատունքն այստեղ ընդգրկել է 1,3 հեկտար տարածք, որտեղ արդեն կան 220 հասուն ծառեր եւ մոտ 1500 թուփ։ Սա պարզապես հերթական ծրագիր չէ, սա մի շարժում է, որը միավորում է քաղաքային իշխանություններին եւ բնակիչներին մեկ նպատակի շուրջ՝ ստեղծել ավելի կանաչ, առողջ եւ կենսունակ Երևան։ Շատ գեղազարդ ծառերով, շատ գեղեցիկ այգի լինելու։ Աշխատանքներին ակտիվորեն միացել են նաև բնակիչները, նրանք ոչ միայն մասնակցում են բուն ծառատունկին, այլև սեփական նախաձեռնությամբ ծառեր են բերում տնկելու համար։ Այս համատեղ ջանքերը ցույց են տալիս, որ քաղաքային միջավայրի բարելավումն այլևս միայն կառավարման մարմինների գործը չէ։ Այն դարձել է համայնքային պատասխանատվություն եւ կարելի է ասել վարակիչ օրինակ։ Քաղաքի կանաչ զանգվածի տեսանկյունից վերջին տարիներին աննախադեպ ծավալի ծառատունկ է իրականացել, նոր կանաչ տարածքներ են տնկվել քաղաքում։ Ծրագրի առանցքում Երևանի քաղաքապետարանի հետևողական քաղաքականությունն է, որի առաջնագծում է Տիգրան Ավինյանը։ Վերջին տարիներին նրան կարելի է տեսնել գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ ընթանում են կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ։ Նրա մշտական ներկայությունն ու ներգրավվածությունը դարձել են խթան բնակիչների համար, որոնք ավելի ու ավելի հաճախ են միանում նախաձեռնություններին, իրենց ներդրումն ունենալով քաղաքի վերափոխման գործում։ Մեզ միացել են նաև ֆիզգարադոկի բնակիչները, իրենք նույնպես ծառեր են բերել տնկելու համար եւ նաև մասնակցում են հենց բուն ծառատունկի process-ին։ Կարևոր դերակատարում ունի նաև կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը, որի հետ համաձայնեցմամբ են իրականացվում թե քաղաքապետարանի, թե քաղաքացիների նախաձեռնությունները։ Կառույցը ոչ միայն համակարգում է տնկման գործընթացն, այլև ապահովում է նորաստեղծ կանաչ տարածքների խնամքն ու շարունակական վերահսկողությունը։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծվել է ավելի քան 60 հեկտար նոր կանաչապատ տարածք։ Ցուցանիշ, որ ըստ քաղաքապետի գերազանցում է դրան նախորդած 22 տարիների արդյունքը։ Հատկանշական է, որ բոլոր նախագծերն իրականացվում են ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրմամբ, ինչը երաշխավորում է տնկիների կենսունակությունն ու երկարաժամկետ զարգացումը։ Բոլոր տեղերը, որտեղ մենք ծառ ենք տնկում, այնտեղ կա ջուր, եւ սա կարծում եմ այն ամենակարևոր արձանագրումներից մեկն է, եւ նաեւ պատճառը, որ մեր բոլոր տնկած տեղերում ծաղրերը կպնում են եւ լինում են կանաչ եւ աճում են։ Այս տարվա ծրագրերը եւս ոչ պակաս հավակնոտ են։ Մասնավորապես լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում Նոր Նորքում եւ Մայրաքաղաքի այլ հատվածներում, որտեղ կստեղծվեն նոր կանաչ գոտիներ, կրկին ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով։ Այս տարի մենք ունենք շատ մեծ ծրագիր Նոր Նորքում Լվովյանի հատվածում մոտ 35 հեկտար տարածքում ունենք նոր կանաչապատ կարելի ասել ուրբան անտառ ստեղծելու ծրագիր եւ որ ամենամեծ ծրագիրն է մեր 250 հեկտար Դալմայի այգիներում կանաչապատման ծրագիրն է, որի նախագիծը այս պահի իրականացվում է։ Կանաչ տարածքներն, ինչպես նշում են քաղաքապետարանում, հանդիսանում են քաղաքի թոքերը եւ այս առումով արդեն արձանագրվել է կարևոր ձեռքբերում։ Երևանի կանաչապատման մակարդակը գերազանցել է առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն շեմը։ Սա ոչ միայն էկոլոգիական, այլև հանրային առողջության տեսանկյունից նշանակալից առաջընթաց է։ Նվազագույն այդ 8 քառակուսի մետր շեմը հատել ենք, մենք այս պայդրությամբ մեկ անձի շնչին ունենք մոտավորապես 8-6 քառակուսի մետր կանաչ տարածքներ, բայց այս ծրագրերի իրականացման հետ մեկտեղ մենք այդ ցուցանիշը մոտ 1-1.5 քառակուսի մետրով ավելացնելու ենք, այսինքն չենք բավարարվում նվազագույն ցուցանիշով եւ Երևանի թոքերը շատ ավելի լայն են լինում եւ շատ ավելի ծավալուն։ Միջազգային գործակցությունն էլ այս գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Հայաստանում նախատեսվող COP17 համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետարանը սերտորեն աշխատում է շրջակա միջավայրի նախարարության հետ։ Շաբաթական հանդիպումների ձևաչափով քննարկելով բնապահպանական առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերը։ Այդ շրջանակում իրականացնում ենք Հրազդանի կիրճի ամբողջական վերաիմաստավորման եւ այսպես ասած բոլոր խնդիրների վերացման կոնցեպտը եւ կոնցեպտից հետո ունենալու ենք նախագիծ Հրազդանի կիրճը նույնպես ներառվելու է COP17-ի քննարկումների շրջանակում։ Որպես ֆիզգորոդոկ հայտնի թաղամասի այս ծառատունկը նաև Մայրաքաղաքում իրականացվող մյուս ծրագրերը հստակ ուղերձ ունեն։ Երևանը քայլ առ քայլ վերածվում է ավելի կանաչ, կայուն եւ բնակիչների մասնակցությամբ ձևավորվող քաղաքի։ Այստեղ յուրաքանչյուր տնկված ծառ ոչ միայն բնության մի մասնիկ է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվության կենթանի խորհրդանիշ։ Մաքուր եւ առողջ միջավայր ունենալը համատեղ ջանքերի արդյունքն է, որը պահանջում է հետևողականություն, հոգատարություն եւ պատասխանատվություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։